Մարդը իր ուղեղի մեջ քաղբյուրո, մարդը մտածում է միայն ու միայն Հայաստանը դառնա ռուսական գուբերնիա, եւ ես պիտի ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը իր մտածելակերպով չի տարբերվում ոչ Սոլովյովից, ոչ էլ երեկել նորից կրկին անգամ Սոլովյովը հորջորջեց եւ նրան նաեւ աջակցում էր, նվագացում էր եւս մի քաղաքական վերլուծաբան Միխեև քաղաքագետ, եւ ես կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը նաև ավետեց հաջորդի հանդեպ եւ Հայաստանի պետականության հանդեպ վերահաս սպառնալիքների ուրեմն մեկնարկը։ Ռոբերտ Քոչարյանը նաև երեկվա իր հարցազրույցով ավետեց նաև 2026 թվականի համապետական ընտրությունների քարոզչության մեկնարկը։ Եթե այդ ժամանակ թաքուն էին պահում նախկինների եւ ներկաների կապը, երեք բացեբաց անթակույց կերպով նշվարում էր այն 3-4 դաշինքների, այն 3-4 խմբակների գործունեությունը, որոնք պետք է իրար հետ համագործակցեին։